Հնարավոր է լինեն ապրանքներ, որոնք կապված համաշխարհային շուկայում տեղի ունեցող զարգացումներով թանկանան, բայց դա կապել Եվրասիական տնտեսական միության հետ պետք չէ, Կարեն Ճշմարիտյանն ամփոփեց տարին։ 2013 թվականին ֆրանսիական զարգացման գործակալության կառավարությանը տրամադրած 500,000 եվրո դրամաշնորհի իրացման պատասխանատվությունը ցրվում է բոլորի վրա, որտեղ են ֆրանսիացի հարկատուների փողերը։ Այսօր տեղի ունեցավ Մարսխորհրդի տարեվերջյան ամփոփիչ նիստը։ Շիրակի մարզպետն հույս ունի, որ ԵՏՄ անդամակցությունից հետո խոպանչիներն անխապանք աշխատեն ու գումար կուղարկեն տուն։ Սահմանամերձ այգեպարում գալայի աշխատախումբը հանդիպել է Լիաննա Անիկյանի հետ։ 16-ամյա օրիորդն այս տարվա հունվարին 2 ոտքից վիրավորվել էր թշնամու կրակահերթերի ժամանակ։ Անցնող տարվա տնտեսական ակտիվության ցուցանիշը 2,3%-ից բարձրացել է մինչև 4,3%։ Տնտեսական տարին է ամփոփել էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը։ Սցենարը նույնն էր, նախապես պատրաստված տեքստ 1 ժամանոց ելույթ։ Նրա խոսքով հունվար-նոյեմբերին աճ է արձանագրվել տնտեսության բոլոր ճյուղերում, բացի շինարարությունից։ Ըստ Կարեն Ճշմարիտյանի 2014 թվականի 9 ամսվա տվյալներով հնայի աճը կազմել է 3,9%, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2,8-ի համեմատ։ Թվային այլ տվյալներ Ճշմարիտյանը չներկայացրեց, լրագրողների կողմից բարձրացվող հարցերին էլ տալիս էր խուսափողական պատասխաններ, որ ապրանքատեսակների գներն են բարձրանալու հունվարի 2-ից հետո։ Ճշմարիտյանը պատասխան չուներ։ Ընդհանրապես երկու հարցում ընդհանուր առմամբ դատողություններ անելը բավականին անշնորհակալ գործ է։ Մեկը դա փոխարժեքն է, մյուսն է գներն են, որտեղ նրանք ուղղակի իրար հետ կապված են։ Ամեն դեպքում Հայաստանի ԵՏՄ անդամակցությունը Ճշմարիտյանը ձեռքբերում է համարում, իսկ ինչու Սերժ Սարգսյանը Մոսկվայում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում անհասկանալի կարճ ելույթ ունեցավ եւ բավարարվեց միայն շնորհակալություններ հայտնելով։ Ճշմարիտյանն իր անմիջական ղեկավարի քայլը մեկնաբանել չցանկացավ։ Ես չեմ ուզում բացատրություն տալ ու մեկնաբանել Հայաստանի Հանրապետության նախագահի որևէ գործողություն կամ մեկնաբանություն։ Ինչպես հայտնի է, ԵՏՄ տարածք, հետևաբար Հայաստան չի կարող ներկրվել եւ մեր տարածքից երրորդ երկիր դուրս գալ գրենլանդական փոկերի եւ դրան ձակերի կաշին, օզոնային շերտը քայքայող նյութեր եւ դրանք պարունակող արտադրանք, փայտանյութ, վերամշակող թուղթ, ստվարաթուղթ եւ այլ ապրանքներ։ Արդյոք այս ամենը կապված է միության սահմանափակումների հետ? Տարին ամփոփող նախարարն այս հարցի պատասխաննել չուներ։ Կոնկրետ ձևակերպման մասին կարող եմ պարզաբանում առանձին ձեզ ներկայացնել։ Ես կհանձնարարեմ, որպեսզի այդ պարզաբանումը տան, հենց մեր կայքում հենց վաղը դրեք։ Տարին ամփոփում է, բայց տվյալներ, թե քանի փոքր ու միջին ձեռնարկություն է դադարեցրել իր գործունեությունը 2014 թվականին, նախարարը չգիտեր։ Ազգային վիճակագրական ծառայությունից չեն տվել, պատճառաբանեց նա։ Կարծում եմ, որ այդ տվյալները կլինեն եւ բոլորս կտեսնենք։ Ընդհանուր առմամբ փոքր միջին ձեռնարկատիրության աջակցության մասով մենք ներկայացնում ենք մեր կատարված աշխատանքը։ Դրա վրա ազդող այլ գործոններ էլ կան, միգուցե փակվել են, միգուցե բացվել են, մենք տարվա վերջին այդ տվյալները կունենանք։ Ստացվում է Կարեն Ճշմարիտյանը չի տիրապետում իրավիճակին, նկատեցին ներկա լրագրողները։ Էկոնոմիկայի նախարարը հակադարձեց 2014 թվականի ավարտին դեռ մի քանի օր էլ կա, հետևաբար ոչ բոլոր թվերն է հասցրել վերլուծել։ Ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանը եւ Ֆրանսիայի նախկին դեսպան Անրի Ռենոն 2013 թվականի հունիսի 12-ին ստորագրեցին ֆինանսավորման համաձայնագիր, ըստ որի ֆրանսիական զարգացման գործակալությունը կառավարությանը տրամադրեց 500,000 եվրո դրամաշնորհ մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը նախապատրաստելու նպատակով։ Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը հայտնեց, որ մասնավորապես Վեդի ջրամբարի կառուցման նպատակով մոտ 300,000 եվրո գումար կողվի Արարատյան հարտավայրի ոռոգման համակարգի ամբողջական տեխնիկատնտեսական ուսումնասիրությանը, մոտ 1000 եվրո Տատև տուրիստական կենտրոնում ներառված համայնքների զարգացման համալիր ուսումնասիրությանը։ Պարզ ասած 500,000 եվրո գումար եւ ոչ մի կոնկրետ աշխատանք։ Միայն վերացական շեշտադրումներ այն մասին, թե ինչպես են վատնելու հիշյալ գումարը, միայն ուսումնասիրություններ, վերլուծություններ, ուրիշ ոչինչ։ Արվելիք աշխատանքներն այնքան վերացական եւ անհասկանալի էին, որ պարզ չէ ինչ տրամաբանությամբ է տրվել բազմաթիվ դրամաշնորհներից հերթականը։ Անցել է բավական ժամանակ եւ համապատասխան մարմինները պետք է որ ասելիք ունենային։ Մատնացույց անելու աշխատանքը թե ինչ է արվել այս ընթացքում, թեկուզ եւ դոնոր կազմակերպությանը հաշվետու լինելու համար։ Ի պատասխան գալայի հարցմանը ֆինանսների նախարարությունը դարձյալ վկայակոչել է, որ այդ ծրագրի նպատակը եղել է ուսումնասիրություններ կատարելն ու կարողությունների ամրապնդման հիմք ստեղծելը։ Այնուհետև պատասխանատվության բաժինը ցրվում է 5-6 ուղղություններով։ Ֆինանսների նախարարությունից պարզաբանություն
պահպանում են։ Ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել համապատասխան պատասխանատու գերատեսչություններին, որոնք են գյուղատնտեսության, տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների, քաղաքաշինության, առողջապահության նախարարությունները, Երևանի քաղաքապետարանը։ Այս կառույցներից պարզաբանումներ կփորձենք ստանալ առաջիկայում։ Հավելենք, որ գալանգրավոր հարցում է ուղարկել նաև Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ժան-Ֆրանսուଆ Շարպանտիեին։ Մեզ հետաքրքրում է, թե դեսպանատունն ինչ տեղեկություններ ունի տրված դրամաշնորհի ճակատագրի վերաբերյալ, թե ֆինանսների նախարարությունը ներկայացրել է հաշվետվություն արված աշխատանքների մասով։ Այսօր տեղի ունեցավ Մարզխորհրդի տարեվերջյան ամփոփիչ նիստը, այս անգամ առավել ընդգրկված կազմով, սակայն օրակարգային 2 հարցով։ Մարզում տարվա կտրվածքով սեփական եկամուտների կատարման ցուցանիշը ներկայացրեց ֆինանսական ու սոցիալ-տնտեսական վարչության պետը։ Լիպարիտ Մարտիրոսյանը նշեց, թե 2014 թվականին մյուս տարիների համեմատ Շիրակում հարկահավաքության գործընթացը բարեհաջող է կատարվել։ Նախատեսված 1 միլիարդ 828 միլիոն դրամ սեփական եկամուտների դիմաց հավաքագրվել է 1 միլիարդ 746 միլիոն դրամ։ Հայտարարվեց նաև, որ մարզի մի շարք համայնքներ դարձյալ հարկահավաքության հարցում ցածր ցուցանիշներ են ապահովել։ Նախկին վարչական տարածաշրջաններում 2014 թվականի սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը գրանցվել է ամենացածր Ամասիայի տարածաշրջանում, սակայն նախորդ տարվա համեմատությամբ գրանցվել էր 92.2%, այն նվազել է Ամասիայի տարածաշրջանում 11.6%-ով։ Օրակարգի երկրորդ հարցով անդրադարձ կատարվեց զինակոչի աշխատանքներին, որից հետո ամփոփիչ ելույթով հանդես եկավ Ֆելիքս Ցոլակյանը։ Ամփոփելով 2014 թվականը նշեց, թե իր գնահատմամբ տարին բարեհաջող էր մարզի համար։ Հաջողություններ են արձանագրվել սպորտի, մշակույթի ոլորտներում, որոշ կառույցներ են շահագործվել։ Ու ըստ Ֆելիքս Ցոլակյանի միայն գյուղատնտեսության ոլորտում էր, որ կարգտահարության պատճառով խնդիրներ ստեղծվեցին։ Նա հույս հայտնեց, որ հաջորդ տարի այդ բացը կլրացվի, սակայն ոչ պետական ծրագրերով։ Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությամբ պայմանավորված 2015 թվականին ըստ Ֆելիքս Ցոլակյանի բնակչության տեղաշարժն ավելի մատչելի կդառնա։ Մեծ թվով գյուղաբնակներ Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի կմեկնեն, դրամական հոսքերը կավելանան ու իրավիճակը գյուղերում կբարելավվի։ Շատ կարևորում է մեր միության անդամ լինելու հետ կապված մեր քաղաքացիների ազատ տեղաշարժի հնարավորությունը, որ մենք ունենանք այսուհետ։ Ուրեմն պետության կողմից հոգացությունը նաև մեր նկատմամբ դա չեմ կապում այդ միությանը, դες կապում եմ նրա հետ, որ այն ինչ որ տրամադրում է մեզ, ինչ որ հարցերով տեսեք, մենք խնդիրներ ունենք Գյումրի քաղաքի հետ կապված, բայց խնդիրը այսօր առանձնապես նորից հետաձգվեց, չեմ ասում ինչի մասն է խոսքը, որը շատ օգտակար էր նաև մեր համար, որովհետև Գյումրին մի քիչ ֆինանսական խնդիրների շատ կարիք ունի ֆինանսական։ Ֆելիքս Ցոլակյանն իր ամփոփիչ ելույթում չանդրադարձավ մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակին, առկա խնդիրներին։ Գալիք տոների առթիվ հակիրճ շնորհավորեց ներկաներին ու մարզխորհրդի նիստն ավարտված համարեց։ Հիշեցնենք, այս տարի Շիրակը ճանաչվել է հանրապետության ամենաաղքատ մարզ։ Եվ բացի այդ, մասնագետների գնահատմամբ վերջին օրերին ֆինանսական շուկայում արձանագրված խնդիրների պատճառով դարձյալ բնակչության կենսամակարդակի անկում է գրանցվել։ Հետևաբար Ֆելիքս Ցոլակյանից հետաքրքրվեցին, թե ինչ պատճառով շրջանցեց մի շարք կարևոր հարցերի շրջանակ։ Ես ուղղակի խոսքի մեջ պետք է ասեի հավանաբար, որ մեր ամեն ինչը պետք է ներդնենք, որպեսզի սոցիալական վիճակի մեղմելու ուղղությամբ քայլեր կատարենք։ Այնուհետ հարցրեցինք, թե որպես մարզպետ ու Շիրակում գործադիր մարմնի ներկայացուցիչ, ինչ է արել անցնող տարվա ընթացքում մարզին վերաբերող, ինչ առաջարկներ է ներկայացրել իշխանություններին հաջորդ տարվա համար։ Չեմ ուզում ասել են ես չեմ կարող ասել, այն ինչ որ ես ասում եմ, այն ինչ որ ես ներկայացնում եմ։ Այն որ հանրապետության ամենաաղքատ մարզը լուրջ ներդրումների կարիք ունի, համամիտ է նաև Ֆելիքս Ցոլակյանը։ Սակայն տեղյակ չէ, թե խնդիրներն այստեղ մեղմելու առումով գալիք տարում ինչ որ ծրագրեր իշխանություններն իրականացնելու են, թե ոչ։ Ցոլակյանի հույսը ոչ ավել, ոչ պակաս Ռուսաստանի Դաշնության արտագնա աշխատանքն է, ինչն էլ իր գնահատմամբ պետք է մարզի սոցիալական ծանր իրավիճակը բարելավի, իսկ պետական աջակցության մասին խոսք անգամ չկա։ Ասում եմ, այն ինչ որ ես եմ տեսնում, այսևի ակնհայտ է իմ համար, որ մեր ազատ տեղաշարժը կտա այդ հնարավորությունը, որ մեր մոտ ավելի լավ լինի։ Տրադիցիոն մեր մարզի բնակչությունը միշտ էլ դրսերում աշխատել է։ Եթե վերցնենք սովետական միության ժամանակ դեռ արտերի գյուղեր կային, որոնք հայտնի
խոպան գնացողներ էին, ասենք Ազադան մեր քթի տակ։ Եվ այս ժողովուրդը գնում էր, այս տարի մի քիչ անբարենպաստ եղավ այն իմաստով Հևդորամի կուրսը, մի քիչ մարդկանց աշխատանքի հարցումն ու պակասեց իրանց եկամուտը փաստորեն, եւ այդ տեղաշարժի հետ կապված խնդիրն է, որովհետեւ Ռուսաստանում օրենքներ ընդունվեցին, որոնք բավականին անբարենպաստ էին այն մարդկանց համար, որոնք այնտեղ գտնվում էին։ Այս պահանջով էին հեշտական անգամ Նայիրիդ գործարան Փակbaşնե տիրական ընկերության աշխատակիցները հավաքվել Բաղրամյան 26-ի դիմաց դեկտեմբերի 15-ին ստացել են ընդամենը 1 ամսվա աշխատավարձ, հիմա պահանջում են ամբողջը։ Գործարանի աշխատակիցներին պարտք է մոտ 18 ամսվա աշխատավարձ, որը կազմում է $15 միլիոն։ Եկեք մեր փողերն ուզել ուրիշ մեկ է զավոդն աշխատի, դա է մեր պահանջը, ուրիշ բան չունենք։ Պատասխանում են, որ միջոցներ ենք փնտրում։ Գտնեն, չգտնի, չգիտեմ, չեմ կասում։ Չեն դուրս գալիս, իրանք իրանց տոնակատարություն ընդեղանում են, ժողովրդին արհամարած ունենան։ Ովքեր որ այդ փողերը կերել են, մեղավոր են, ոնց որ այդ սոցիալական մարդը, որ այդքան փողերը սոցիալական նստացրեցին 12 տարի եւ գույքը գրավ դրեցին, հիմա այդ մեղավորների նույն ձևի վերաբերվեն, նույն կարգավիճակով անել։ Այն, որ գործարանը սննկացավ եւ հսկայական պարտքեր կուտակվեցին, հավաքվածները պայմանավորում են նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ նրա եղբոր ապաշնոր գործունեության հետևանք։ Հիշեցնենք, Տիգրան Սարգսյանի եղբայրը երկար տարիներ ղեկավարել է գործարանը, իսկ Սերժ Սարգսյանը խնդրի վերաբերյալ լռում է։ Ապահով Հայաստան քարոզողները հարյուրավոր մարդկանց առանց աշխատանքի են թողել, նշում էին բողոքի ակցիայի մասնակիցները։ Նրանք արդեն ստացել են ծանուցագիր, փետրվարի 6-ից դառնալու են գործազոր։ 2215 մարդու գնացել է ծանուցագրեր, որ իրենք աշխատանքից ազատվելու են փետրվարի 6-ի դրությամբ։ Այսինքն ոչ միայն այդ կես-կես, մեկ-մեկ աշխատավարձեր վճարելու արդյունքում ոչ միայն գործարանը չի աշխատում, այլև այս պահին բոլորին միանգամից ազատում են աշխատանքից առանց իրենց վերջնահաշվարկները վճարելու։ Սա ուղղակի օրենսդրության կոպտագույն խախտում է։ Բաղրամյան 26-ից այս մարդկանց այդպես էլ չընդունեցին, հավաքվածները հույս ունեին հանդիպել Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին, սակայն նրանց փոխանցեցին, որ Սարգսյանը զբաղված է։ Աշխատավարձի վճարման պահանջով նայիրիցիները մինչև ամանոր նորից կհավաքվեն նախագահական նստավայրի դիմաց։ Նախորդին տեղի ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի այս տարվա վերջին նիստը։ Հանրապետականներն ամփոփել են 2014 թվականը։ Սերժ Սարգսյանը նիստում ըստ կուսակցության մամլոխոսնակ Էդուարդ Շարմազանովի անդրադարձել է ներքին ու արտաքին քաղաքական զարգացումներին, ինչպիսին էր անցնող տարին հանրապետականների համար։ Շարմազանովը հայտարարում է եղել են եւ ձեռքբերումներ եւ բացթողումներ։ Երկրորդի մասին սակայն հանրապետական գործիչը շատ չխոսեց։ Նա դրական է համարում Հայաստանի ԵՏՄ անդամակցության գործընթացը, ինչպես նաեւ հայաստանյան քաղաքական դաշտի համախմբումը օգոստոսյան հայտնի դեպքերի ժամանակ։ Հունվարյան դեպքերը, իսկ այնուհետև արդեն օգոստոսյան դեպքերը ցույց տվեցին, որ պատերազմը դեռևս չի ավարտվել։ Որ մենք գործ ունենք մի հարևանի հետ, որը առաջնորդվում է ոչ թե ժողովրդավարական արժեքներով, այլ առաջնորդվում է միջնադարյան սուլթանական արժեքներով։ Շարմազանովն առիթը բաց չթողեց գովաբանելու նաև սեփական կուսակցությանը։ Նրա կարծիքով ՀՀԿ-ն տարին ավարտում է որպես Հայաստանի առաջատար եւ ծանրակշիռ կուսակցություն, իսկ տարվա գլխավոր կորուստը մամլոխոսնակը համարում է մարդկայինը։ Խոսքը ադրբեջանական գնդակից եւ դիվերսիոն հարձակումներից զոհգնացած հայ զինվորների մասին է։ Փառք ու պատիվ այդ տղաներին, ում շնորհիվ մենք այսօր այստեղ նստած ենք։ Անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի կառավարությանը Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ քաղաքական մեծամասնությունը հավատում է կառավարությանը, իսկ գործադիր իշխանությունը նրա գնահատմամբ կարողացել է այս ընթացքում շատ հարցերի դրական լուծում տալ, բաց թողումներից առանձնացրեց հետևյալները։ Թեյությունները դա տնտեսական աճի ոչ ցանկալի մակարդակն է, որը հիմա մենք կարող ենք երկար վիճել դրա մասին, կարող ենք այստեղ կան եւ օբյեկտիվ պատճառներ եւ սուբյեկտիվ պատճառներ։ Ապա անդրադարձներ քաղաքական զարգացումներին, աշունը թեժ չէր, ինչպես վստահեցնում էին ոչ իշխանական ուժերը, նշել Շարմազանովը։ Ի դեպ նիստի ընթացքում նա անուղղակիորեն հեգնեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։ Մասնավորապես նա հայտարարեց, թե երբ առաջին անհրաժեշտության ապրանքների գները նվազեցին, հասարակության շրջանում անհանգստությունը մարեց, որոշ գործիչներ հաջորդ օրն իսկ հայտարարեցին, թե դա բացառապես իրենց ձեռքբերումն է։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը բացել էր հերթական շքեղ հյուրանոցային համալիրը։ Այս փաստից հետո ԲՀԿ-ականները հայտարարեցին, թե հասարակության շրջանում առկա խուճապը Ծառուկյանը վերացրեց։ 2014 թվականի 6 ամսվա 1-ին 2014 թվականի 1-ին 2014 թվականի 6 ամսվա 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 1-ին 2014 թվականի 6 ամսվ
Տավուշի մարզի Բերդ քաղաքը նախկին Շամշադինի վարչական շրջանի կենտրոնն է։ Մատենագրության մեջ այն հիշատակվում է նաև Բերդ գյուղ, Թովուս Կալա, Շլորուտ, Ոլորուտ եւ մի քանի այլ անուններով։ Գտնվում է Տավուշ գետի ցախափին։ Անունը սերվել է համանուն Բերդի անվանումից։ Գրանցված բնակչության թիվը 8600 է, սակայն շատ են զինվորականները իրենց ընտանիքներով։ Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանը նշում է. առանց սահմանամերձ գյուղերի Բերդը գոյություն չունի, մենք առանց նրանց ոչինչ ենք, այստեղ գիտեն գնահատել զինվորին եւ սահմանապահ բնակչին, նշում են հարկ եղած դեպքում կկանգնեն նրանց կողքին։ Բերդը շատ ամուր է, Բերդի ամբողջ այս տարածքը, Շամշադինի տարածքը, ժողովուրդը կանգնած են սահման մի մետր նրանք հետ չեն գնա։ Բերդում սահմանամերձ համայնքներին տրված արտոնություններից չեն օգտվում, սակայն տեղաբնակները պնդում են, որ իրենց համայնքը եւս պետք է ներառվեր այդ ցուցակում, քանի որ ժամանակին շատ են տուժել գնդակոծություններից։ Ռմբակոծությունների բանի ժամանակ յուրաքանչյուր տուն տուժվել է։ Առաջերտին սահմանամերձ յուղերին են խփել, հետո շրջենտրոնին են խփել։ Բերդին էլ է պետք, բա ոնց էսել է էլի սահմանամերձ կոչվում։ Մեր շենքի մոտ 150 մետր շարավիղով 11 արկանգել, 11 գարաժի մեջ, պավտոտանկի մեջ մեքենաներ ջարդել։ Բերդը նաև գյուղատնտեսական հողեր ունի մոտ 700 հեկտար, գործում է կոնյակի գործարանի մթերման կետը։ Բնակչության հիմնական զբաղմունքներից է գյուղատնտեսությունը եւ մանրածախ առևտուրը, սակայն այստեղ եւս գործազրկության լուրջ խնդիր կա, ինչպես հանրապետության մյուս շրջաններում։ Բոլորը, ասենք, հիմնականում տանը նստած են, մանավանդ միջին խավը, մանավանդ կանայք միջին խավի, որ ոչ մի աշխատանք չունեն, որ դուրս գան։ Ձեռներեց Արտակ Մելքումյանն օրինակ իր տնտեսական փոքրիկ խանութում օրվա մեծ մասն անցկացնում է իրերի տեղերը փոխելով, սակայն դրանից օրվա հասույթի չափը չի փոխվում։ Ապրանքը եթե տանում են, ապա մեծամասամբ ապառիկ, ինչպես ինքն է ասում Նիսյա։ Ժողովրդին պարտքով տալիս ենք, մեծամասնությունը կամ կբերեն, կամ չեն բերի այդ այնց։ Դե ժողովուրդն էլ մեղք չունի, փող չունեն ժողովրդին, ինչ անեն։ Քաղաքի միակ աչքի զարնող պատկառելի շինությունը նորակառույց եկեղեցին է։ Սուրբ Հովհաննեսի ոցման սրբազան արարողությունը տեղի է ունեցել ընթացիկ տարվա սեպտեմբերի 14-ին։ Այս տարածաշրջանը երբևէ եկեղեցի չի ունեցել, եւ վերջապես այն կառուցվեց ամերիկահայ բարերարի եւ օտար երկրներում ապրող ծագումով բերդեցի բարեգործների միջոցներով։ Սենց կառույց չի եղել։ Հիմա սարքել են դες ուրախ են, բոլորն են ուրախ, բոլորը, որ ժողովուրդը վերջապես միտեղ ունի, որ գա հավատքի։ Քաղաքի բյուջեն կազմում է 200 միլիոն դրամ եւ այդ գումարի սահմաններում էլ մասնակի վերանորոգման, հնամաշ կրպակների տեղահանման, կառուցապատման որոշ աշխատանքներ են կատարվում։ Ջրագծերը փոխվել են եւ ինչպես հանրապետության բազմաթիվ այլ քաղաքներում Բերդը դեռևս նորմալ տեսքի չի եկել։ Այնուամենայնիվ, առկա բազմաթիվ խնդիրներից անկախ, բերդեցիները չեն հեռանում իրենց հարազատ քաղաքից, մշակում են սեփական հողը, վաստակում իրենց արդար քրտինքով, երազելով միայն խաղաղության եւ սահմանից եկող լավ լուրերի մասին։ Էդուարդ Մխիթարյան, Փայլակ Ֆարադյան, Մարտուն Գրիգորյան, Գալանյուս, Բերդ։ Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար գյուղում Գալայի աշխատախումբը հարկ համարեց հանդիպել Լիաննա Անիկյանի հետ։ 16-ամյա օրիորդն այս տարվա հունվարին երկու ոտքից վիրավորվել էր թշնամու կրակահերթերի ժամանակ։ Աղջկան տեղափոխել էին Բերդ քաղաքի հիվանդանոց, վիրահատել։ Մինչ օրս դեպքի մանրամասները մտաբերելիս հուզվում է։ Տանն եմ եղել դեպքի ժամանակ, ծնողներիս հետ նստած, ավելի ճիշտ նրանք հյուրասենյակում էին, ես իմ ննջարանում գիրք էի կարդում, հետո որ կրակոց առաջինը լսեցի, դա տան մոտ էր, գնացի հյուրասենյակ մերոնց մոտ, երկրորդ կրակոցից հենց վիրավորվեցի։ Վիրավորված Լիաննային անմիջապես հիվանդանոց հասցնել չի հաջողվել, 10-15 րոպե չեն կարողացել դուրս գալ տնից, կրակահերթերը չեն դադարել։ Բարեբախտաբար հետագայում բարդություններ չեն առաջացել եւ Լիաննան լիարժեք բուժում է ստացել։ Ամենապես տարան, վիրահատեցին, հեռացրին փափուշտը եւ բուժում ստացա 8-ին օր։ Հիմա լավ է։ Հա, հիմա ամեն ինչ նորմալ է։ Լիաննայի հայրը զինվորական է, 11 տարի ապրել են Ռուսաստանում, Ռոստովի մարզում, վերջին 5 տարիներին Այգեպարում են։ Մինչև 4-րդ դասարան Լիաննան սովորել է ռուսական դպրոցում, հարազատ գյուղը շատ է սիրում, բայց դպրոցն ավարտելուց հետո կրկին մեկնելու է Ռուսաստան, ուսումն այնտեղ շարունակելու նպատակով։
դեղ ավելի սովոր եմ ուղղակի, որտեղ եմ մեծացել, մեծ չի որ ստե սովոր չեմ, ստե ավելի շատ եմ սիրում, հայրենիքս ոչ չսիրեմ, պրոստը դեղ եմ ուզում շարունակեմ ուսումս։ Դեպքից հետո բոլորովին այլ կերպ է մտածում, աշխարհն ընկալում այլ կերպ։ Կյանքս 2 միլիմետրից է կախված եղել, եւ դա ես չեմ գիտեցել։ Հիմա երբ պատկերացնում եմ, սկսում եմ ավելի սիրել կյանքը, հարազատներիս ու շրջապատս, հուզված արտաբերում է նա։ Դե որ տենց բան ա լինում, տենց դեպք, սկսում ես ուրիշ աչքերով նայել, այսինքն գնահատել այն, ինչ չես հասցրել գնահատել, ինչ չես նկատել միջ այդ դեպքը։ Դե ինձ ասել են, որ կյանքս 2 միլիմետրից է կախված եղել, այսինքն չգիտեմ ոնց բացատրեցին, չեմ հիշում արդեն։ Դրա համար տեսակ վախ ընկավ, որ ոնց 2 միլիմետրից Հետո բացատրեցին, արդեն սկսեցի լուրջ վերաբերվել կյանքից, արդեն սկսեցի գնահատել ամեն ինչ։ Այսօր Անիկյանների ընտանեկան բնակարանը դատարկ է։ Բնակվում են բարեկամի տանը, որը փոքր-ինչ ավելի ապահով դիրք ունի, հեռու թշնամու նշանառության տակ գտնվող տարածքից։ Այս գյուղում լիարժեք անվտանգ եւ ապահով հատվածներ չկան։ Ժամանակ առ ժամանակ անգամ մանկապարտեզն է գնդակոծվում։ Թշնամու կրակոցներից երեխաներին պատասպարելու համար ստիպված մեծ քարե պարիսպ են կառուցել։ Տանիքն 2 մետր անտե 280 նայեցել է որ դե որ տանգավորության աշխարհն ինչքան մեծ է եղել այնքան կառուցել։ Կրակոցների հետքերն ամենուր են, գնդակն անգամ խոցել է մանկապարտեզի միջանցիկ դռները, իսկ դեպքը տեղի է ունեցել այն ժամին, երբ այգեպարծի փոքրիկները սենյակում զբաղված են եղել իրենց մանկական խաղերով։ Երբ որ կրակոցներ ալինամ, դաստիարակչուհին բոլոր երեխաներին հավաքում ենք, ասում ենք մյուս սենյակը խորքա։ Խորոտեղ, որ ապակիներից հեռու լինի, որ ասենք կրակոց ավտոմատի գյուլա կամ ասկոլկատա երեխաներին չկպչի, մեկ էլ մայրիկներին ենք զանգում, բայց ասում ենք սպասեցեք մի քիչ կրակոցները հանդարտվի, նոր կգաք։ Ռիտա Կապրելյանի աշխատանքային բոլոր ընկերները, դայակներն ու խոհարարները գիտեն իրենց անելիքը, ինչպես գործել կրակոցների ժամանակ եւ ինչպես տարհանել երեխաներին։ Այգեպարում այդ գործում մասնագիտացած են բոլորը, նաեւ գյուղապետ Անդրանիկ Այդինյանը, ով մեզ ուղեկցելու ընթացքում փորձում էր ընտրել առավել անվտանգ ուղիներ։ Էդուարդ Մխիթարյան, Փայլակ Ֆարադյան, Մարտուն Գրիգորյան, Գալանյուս, Այգեպար։ Սյունիքի մարզի 580 բնակիչ ունեցող Գորայք համայնքի բոլոր բնակիչներն էլ գիտեն ու միանգամից մատնացույց են անում 16-ամյա Կիմա Անտոնյանին։ Գյուղում բոլորը հպարտանում են նրանով, շատերը նրան չեմպիոն են անվանում։ Աղջիկն ընդգրկվել է Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի մինչև 16 տարեկանների ազգային հավաքականի կազմ։ Չեմպիոնի տանը մեզ հյուրընկալեցին մեծ սիրով։ Իրականություն դարձած երազանքի ժամանակագրությունը Կիման ներկայացնում է սկզբից։ 2012 թվականին Գեոթիմ ընկերությունը Ամուլսարի ոսկու հանքավայրի ազդակիր 3 համայնքներում իրականացրեց սպորտի եւ խաղաղության դպրոցներ ծրագիրը համագործակցելով Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիայի հետ։ Կիման միանգամից որոշեց ծրագրին մասնակցելու է։ Դեռ փոքրուց շատ եմ սիրել ֆուտբոլը ու միշտ տղաների հետ դուրս էի գալիս, ֆուտբոլ էի խաղում։ Ֆուտբոլի հանդեպ սերը, աշխատասիրությունը կամ այն հատկանիշներն ու ընտունակությունները արդյունքին երկար սպասել չտվեցին։ 2 տարի գնացի, երկրորդ տարում արդեն ընկելյանը մարզիչս որոշեց ինձ էլ տանել, եկավ ծնողներիս հետ խոսեց ու ես համաձայնվեցի գնալ, որովհետև շատ եմ սիրում ֆուտբոլ։ Այժմ Կիման մինչև 16 տարեկան աղջիկների ազգային հավաքականում է եւ ունի մեծ ծրագրեր ու նպատակներ։ Արդեն հասցրել է լինել Վրաստանում։ 2015 թվականի մայիսին պատրաստվում է մեկնել Բելարուս, հոկտեմբերին Պորտուգալիա։ Մարզումներին Կիման հաճախում է պարտաճանաչ կերպով, մեծ սիրով ցանկանում է լինել ազգային գլխավոր հավաքականում, բոլոր հնարավորությունները նա ունի։ Որովհետև շատ երեխաներ կային այնտեղ պարապող ու մի քանի տարի, իսկ ես դեռ մի տարի եմ պարապում ու ընդգրկվեցի 16-երի հավաքականի անդամ դարձա ու շատ հուզված էի, ուրախ էի, որ կարողացա հասնել դրան։
Ցանկացած հաջողություն որոշակի զոհաբերություն է պահանջում, Կիման պատրաստ է նաև դրան։ Նա բնակվում է Վարչով, Երևանում, մարզումներին մասնակցել կարողանալու համար։ Ստիպված է եղել փոխել նաև դպրոցը, գյուղի դպրոցական ընկերներին կարոտում է, բայց Խոստովանում մայրաքաղաքում հնարավորություններն ավելի մեծ են։ Ամենաշատը կարոտում է փոքր եղբորը։ Ծնողների համար ևս դժվար է նաև ֆինանսական առումով։ Երևանում բնակարանի վարձավճարը մեծ է, սակայն փորձում են հաղթահարել։ Իր ուժի շնորհիվ եւ գեոթիմի աջակցությամբ, ինչպես բոլորը գիտեն, ինքը առաջ գնաց։ Երբ ազատ օրերին Կիման գյուղ է գալիս, բոլորը անգամ նրանք, ովքեր ասում էին, թե ֆուտբոլն աղջկա համար չէ, հետաքրքրվում են Կիմայի հաջողություններով, հարցնում անելիքներից, հպարտանում մրցանակներով։ Վառ տպավորություններ Կիման շատ ունի, հետևաբար պատմելու եւ կիսվելու առիթ միշտ կա։ Անմոռանալիների թվում է ԱՄՆ դեսպանատուն այցն ու ընկերական խաղը դեսպանատան աշխատակիցների հետ։ Կիմայի այս պատմությունները լսում են համագյուղացիներն ու հույսով լցվում, որ հաջողությունը կթակի բոլորի դռները։ Ծրագրի մաս կազմող ամառային ճամբարն, որը կազմակերպվել է համայնքապետարանի հետ միասին, երեխաների համար առաջին նման մեծ փորձն է։ Գյուղապետ Արուստամ Արուստամյանը համոզված է գեոթիմի հետ համատեղ աշխատանքի արդյունքում համայնքը նոր հաջողություններ կարձանագրի։ Գյուղում շատ շնորհալի երեխաներ կան, լինի ֆուտբոլ, լինի շախմատ, լինի տարբեր սպորտաձևերով, եթե իրոք զբաղվողները լինի, գյուղերից ավելի շատ տաղանդավոր երեխաներ կարան հայտնաբերեն ի նպաստ մեր հայկական սպորտի զարգացման։ Ծրագիրը 2013-ին UEFA-ի կողմից ճանաչվել է լավագույնը 53-ի մեջ, արժանանալով հատուկ մրցանակի։ Հաջողությամբ ոգևորված հաջորդ տարիներին ծրագրում ընդգրկվեցին ավելի շատ մասնակիցներ, անցած տարի օրինակ 4 համայնքներից 160 երեխա։ Ծրագրի նպատակն էր առողջ ապրելակերպի խրախուսումը, միջհամայնքային շփումները։ Ամուսարի հանքավայրը դեռևս չի շահագործվում, բայց Գեոթիմ ընկերության կայուն զարգացման գծով ավագ մենեջեր Արմեն Ստեփանյանի փոխանցմամբ որոնողահետախուզական աշխատանքների սկզբից ի վեր վերջին մի քանի տարում ազդագիր համայնքների սոցիալական զարգացման ծրագրերում ներդրվել է մոտ 1.5 միլիոն դոլար։ Միայն անցնող տարում Գեոթիմի կողմից համայնքային ծրագրերում ներդրվել է ավելի քան 300,000 դոլար։ Իրականացվել են գյուղատնտեսության եւ անասնապահության զարգացման ծրագրեր, կառուցվել են ջերմոցներ ու չորանոց։ Միևնույն ժամանակ վերանորոգվել են դպրոցներ, մանկապարտեզ, արվեստի դպրոց, գրադարան, բուժկետ, կառուցվել են խաղահրապարակներ, ստեղծվել է մանկական երգչախումբ Ջերմուկում, այսօր գործում է 2 պարային համույթ՝ Գնդեվազում եւ Սարավանում։ Դեռևս, ինչպես դες հայտնի է, հանքավայրը չի շահագործվում, մենք դեռևս զարգացման այսպես կոչված փուլում ենք։ Եվ կարևորը նա է, որ լավ հիմք է ուրեմն դրվել համայնքների հետ համագործակցության, որի շնորհիվ տարեց տարի ավելի լավ արդյունքներ ենք հասնում։ Շրջակա համայնքների բնակիչներից շատերը սպասում են նաև հանքի շինարարությանը, որի ընթացքում կստեղծվեն մոտ 1500 աշխատատեղեր, իսկ արդեն շահագործման ընթացքում կստեղծվի ավելի քան 700 մշտական աշխատատեղ։ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պատրաստ է հանդիպել Ռուսաստանի Դաշնության ղեկավարության հետ, այս մասին նա հայտարարել է մամլոասուրեսի ժամանակ։ Այդ հանդիպմանը պետք է մանրակրկիտ պատրաստվել, ասել է նա։ Դրա հետ մեկտեղ Վրաստանի վարչապետի կարծիքով այդպիսի հանդիպումը չպետք է կայանա սոսկ հանդիպման համար։ Իսկ անվտանգության խորհրդի քարտուղար Իրինա Իմերլիշվիլին հայտնել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլի Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման պատրաստակամության մասին, երկկողմ հարաբերություններում գլխավոր խնդիրները քննարկելու համար։ Հիշեցնենք, վերջերս Մոսկվայում մամլոասուրեսի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվայում պատրաստ են ընդունել Վրաստանի նախագահին ու վարչապետին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ կառավարությունը չի կարող ամանորյա տոներին երկար ժամանակ հատկացնել հանգստանալու համար։ Նախագահի այս նախաձեռնությանն աջակցել է նաև վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։ Վլադիմիր Պուտինը նշել է, որ կառավարությունը մոտ ապագայում ստիպված է կենտրոնանալ ռուբլու արժևորման գործընթացի վրա, որը այս պահին առավել քան հրատապ խնդիր է։ Մոսկվայի բնակիչները խնդրու առնչությամբ իրենց մտահոգությունն են հայտնել, նշելով, որ հնարավոր չէ առավել եւս թոշակառուների շրջանում ապրել ցածր թոշակով։ Իսկ Ռուսաստանի փոխվարչապետը իր ելույթում հայտարարել է, որ Ռուսաստանյան շուկայում վերջին օրերին գնաճը կազմել է 10%, իսկ գալիք տարում որոշ ապրանքատեսակներ հնարավոր է թանկանան 20%-ով։
Թուրքիան եւ Իրաքը պայմանավորվել են ամրապնդել ռազմական համագործակցությունը պայքարելու այսպես կոչված իսլամական պետություն խմբավորման դեմ։ Անկարայում Իրաքի կառավարության ղեկավարը հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ։ Ելույթ ունենալով համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Իրաքի կառավարության ղեկավարն ասել է, որ տարվում է նախապատրաստական աշխատանքներ, որով Թուրքիայի կողմից զենք է մատակարարվելու Իրաքին։ Իսկ Դավութօղլուն ասել է, որ Թուրքիան պատրաստ է ցանկացած հարցերի եւ առաջարկությունների քննարկման համար եւ պատրաստ է աջակցելու Իրաքի կառավարությանը։ Բանակցություններ են ընթացել նաեւ Իրաքի անվտանգության ուժերի վերապատրաստման եւ խորհրդատվության առումով։ Հիշեցնենք, ավելի վաղ պաշտոնական Անկարան հրաժարվել էր միանալ միջազգային կոալիցիոն ուժերին ահաբեկչության դեմ պայքարի Միացյալ Նահանգների առաջարկությանը։ Թուրքական իշխանությունները կարծիք էին հայտնել, որ նման գործողություններով չեն կարող հասնել տարածաշրջանում երկարատև խաղաղության։ Այսօր Ինդոնեզիայում սկոարարողություններ են տեղ ունեցել 10 տարի առաջ այս տարածաշրջանում տեղ ունեցած 9 բալուր գնությամբ երկրաշարժի, ինչպես նաև դրա հետևանքով առաջացած ցունամիի զոհերի հիշատակի կապակցությամբ։ Միջոցառման ժամանակ Ինդոնեզիայի փոխնախագահ շնորհակալություն է հայտնել բոլոր այն երկրներին, որոնք այդ դժնդալից օրերին օգնության ձեռք են մեկնել որոնողափրկարարական աշխատանքների, ինչպես նաև տարածաշրջանի վերակառուցման գործում։ Նա իր խոսքում նշել է, որ մենք ոչ միայն աղոթում ենք հանգուցյալների հոգիների հանգստության համար, այլ նաև մեր երախտիկի խոսքն ենք ուղղում այդ երկրներին, որոնք մեզ մենակ չթողեցին դժվարին պահերին։ Հիշեցնենք 2004 թվականի դեկտեմբերի 26-ին Հնդկական օվկիանոսում տեղ ունեցավ 9 բալուր գնությամբ երկրաշարժ, որին հաջորդեց հզոր ցունամին, ինչն էլ հանգեցրեց մեծ թվով ավերածությունների եւ զոհերի։ Ըստ պաշտոնական տեղեկությունների առհավիրքին զոհ է գնացել 230,000-ից ավելի մարդ, 1.5 միլիոնից ավելին մնացել են անօթևան։ Լիբիայում շարունակվում են մարտական գործողությունները նավթային կիսալուսին կոչվող տարածքում, որը գտնվում է Սիրտ քաղաքում։ Մարտական ջոկատները փորձում են գրավել անջատողականների վերահսկողության տակ գտնվող այս ռազմավարական նշանակության օբյեկտը։ Հրթիռային հարվածների արդյունքում հրդեհ է բռնկվել նավթի պահեսներից մեկում։ Ըստ տեղական զանգվածային լրատվամիջոցների տարածած տեղեկությունների, հրթիռներն արձակվել են ծովում գտնվող մոտորանավակի ուղղությամբ, ինչն էլ հանգեցրել է պահեստի բռնկմանը։ Իսլամիստ ծայրեղականները հարձակում են գործել նաև Սիրտ քաղաքում գտնվող ատոմակայանի վրա, որի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների կա 2 տասնյակից ավելի զոհ։